Պարոն Բաբայան, փաստորեն դատախազությունում կարծում է, որ Արշակ Սրբազանը պետք է կալանավորվի։ Դատախազությունում չեմ կարծում, որ կարծում են։ Ես դատախազության մասին ավելի բարձր կարծիք ունեմ մասնագիտական առումով, վստահ եմ, որ հանձնարարված էր այդպես, դատախազն էլ ընթերցեց իրեն հանձնարարված տեքստը։ Բայց բարեբախտաբար կամ հանգամանքների բերումով ամեն դեպքում օրենքը գերակայեց, որտեղ հնարավոր չէր այս պայմաններում նորից փոխել կալանք խափանման միջոցը։ Խափանման միջոցը նույնը մնաց, այսինքն սահմանափակա տեղաշարժում ունի եւ հաջորդ նիստն նշանակվեց ամիսներ հետո եւ հնարավորություն ունեք դա օրինակ վերաքննիչ դատարան բողոքարկելու Միանշանակ հենց ստանանք որոշումը, նախ անհասկանալի է թե ինչ հիմնավորում ու տրամաբանություն պիտի դնի դատարանը տեղաշարժի հետ սահմանափակման համար, բայց ստանանք կտեսնենք եւ ես այս պահին կարող եմ ասել, հաշվի առնելով որ չեմ պատկերացնում թե ինչպես պիտի հիմնավորվի, հետեւաբար ցանկացած հիմնավորում իմ համար անընդունելի ու անհասկանալի է, բայց ստանանք ամեն դեպքում տեսնենք։ Իհարկե վստահ եմ, որ չի կարող լինել որևէ այնպիսի հիմնավորում, որը կարող էր օրինակ խոչընդոտման ռիսկը տարածքով պայմանավորված եւ Մելիքյանը օրինակ շատ լավ դատական նիստի ընթացքում ասեց, հիմա ենթադրենք կառավարությունը վաղը որոշի Երևան համայնքը միացնել վարչաբանին, Վաղարշապատին, հիմա դրանից բան կփոխվի խափանման միջոցի իմաստով, հետեւաբար կարծում եմ, որ այս պայմանը խափանման միջոցի դրված չունի որևէ իրավական հիմնարարվածություն եւ տրամաբանություն։ Եվ դուք միջնորդեցիք, որ առհասարակ կարճվի այս քրեական գործը։ Այո, տեսեք, իմ պնդումը, մեր պնդումն այն էր, որ այն պահից, երբ դատարանը տեսնում է, որ հանցագործությունը բացակայում է, դեպքը ընդհանրապես հանցագործության բացակայում է, պետք է դադարեցնի, հետապնդումն էլ քրեական վարույթն էլ պիտի կարճի։ Այո, օրենսդրական մասով դատարան ինչպես նշեց, այս փուլում մենք ունենք այդ սահմանափակումը, հենց այդ հիմքով հետապնդումը դադարեցնելու, բայց այնուամենայնիվ մենք չենք կարող իրավունքից ավելի, օրենքը իրավունքից ավելի բարձր չի, եւ իմ պնդումն այն էր, որ ոչ թե պիտի որևէ բան ուսումնասիրենք, քննարկենք, հետազոտենք, որ հասկանանք հանցագործություն կար թե չկար, այլ ասում ենք դատախազը, որը որ մեղադրանքն է պաշտպանում, ինքը գրել է, որ հանցագործություն չկա։ Սրա մասին էր ամբողջ միջնորդությունը, կարծում եմ, այստեղ նաև սահմանադրության հետ կապված հարց կա։ Ինչպես։ Դե իր գրածում ամեն դեպքում իրավաբանորեն հանցագործություն չկա։ Դե ասեց էլ իմ օրինակ այն բացառությունները, որոնք ես իմ միջնորդության մեջ բերել եմ եւ դրանք էլ էի հերքել, դրանք ընդամենը մեջ բերեց, առանց նշելով որ այդ բացառությունները կային իմ միջնորդության մեջ եւ ասում եմ պարտադիր չի որ անձը իմանա իրեն թմրամիջոց կիրացնեն թե չէ։ Ես էլ եմ ասում այո պարտադիր չի, բայց պարտադիր է որ անձին որևէ մեկը թմրամիջոց իրացնի։ Իսկ այս դեպքում ախտ նետելու համար օրինակ չես կարող անձին պատասխանատվության ենթարկել։ Եվ այստեղ հանցագործության փաստորեն եթե թմրամիջոց իրականում նորից եմ կրկնում, չի եղել նման բան, բայց եթե եղած լիներ, այս դեպքում հանցագործության առարկան ինչն էր։ Թմրամիջոցը չի, այս դեպքում թմրամիջոցը կլիներ հանցագործության գործիքը։ Հետևաբար թմրամիջոցների հետ կապված հանցագործությունը չէր կարող այստեղ տեղ ունենալ։ Այսինքն գրել էր, այսպես ասած, գրել էր, որ գրածի մեջ հանցագործություն չկա, բայց պահանջում էր, որ կալանքը փոխը։ Դե տեսեք, նախ այդ պահանջը անկախ նրանից հանցագործության հարցի միջև քննարկումը նման միջնորդություն չէր կարող անել, որ խափանման միջոց վարչական հսկողությունը ավելի խստացվեր դեպի կալանք նույնիսկ աստվեր, որովհետեւ դրա համար պիտի ներկայացվեր որևէ նոր հանգամանք, որի համաձայն օրինակ կբերեին փաստ, որ Արշակ Սրբազանը վկաների վրա ազդեցություն ունեցել, որևէ ապացույցափորձել թաքցնել, որևէ ապացույցափորձել ոչնչացնել, եթե չունես այդպիսի տվյալներ եւ հակառակը տեսել ես, որ նման որևէ վարքագիծ չի դրսեւորվել, իրավունք չունես նման միջնորդություն անելու։ Ու իրավունքը իհարկե բանի իմաստով գրագետ չի նման միջնորդություն անելը։ Սա է մեր պնդումը։ Շնորհակալություն։